Ջինսելի հետևորդներ, ուզում եմ ձեզ ցույց տալ Թեմուի ծանրոցներ, որ այսօր ժամանորին եմ ստացել, տեքնել է 31-ի երեկոյան։ Թեմուից հիմնականում ինչ ստանում եմ, հատկապես կոսմետիկա, երբեք չի եղել, որ այս վիճակը լինի։ Նույն օրվա մեջ գլոբինգը եւ գլոբինգը առաքեց եւ առաքեց Օնեքսը, սա գլոբինգի վերածն է։ Ուրեմն նկարներում Ռումյանա որ գրեք, հենց այս ֆիրման նկարներում եւ գույնը եւ իր չափսերը, հա, շատ մեծ է երևում, բայց իրականում ինքը շատ փոքրիկ է։ Սա համար 1-ն է, համար 1-ը շատ անուշ բաց գույն է երևում, բայց ինքը իրականում բավականին մուգ ինչ որ կարիճնիվի ավուն երանգ ունի։ Ինքը եկել է այսպես վնասված, տեսեք, այսպես, ես իրանց պիտի հետ ուղարկեմ, բայց ասեմ շատ փափուկ է, եթե դուք եք ինպես տեսել այս Ռումյանան եւ ցանկություն եք ունեցել ձեռք մի բերեք, որովհետեւ նկարներում երևում է գույնը շատ անուշ, բաց հաճելի գույն, որպես Ռումյանա, բայց սա որպես Ռումյանա դες բնականաբար չի ծառայի, սա անգամ կարելի է որպես ծեն օգտագործել։ Պլյուս դրան եւ ոչ գույնն է համապատասխանում, ոչ մի չի համապատասխանում, խոսքով ոչ չափսերն է համապատասխանում, ոնց որ նկարներում էր։ Այսպես ես ձեզ ցույց տամ երկրորդ ծանրոցը, երկրորդ տեսակը, սա էլ Օնեքսը առաքեց, երկրորդ համարն է։ Այս մեկը ստիպված թողնելու եմ, որովհետև ծանրոցը երկու մասի են բաժանած ուղարկել, իրանց մեղավորությունն է, տեսեք ինչ պուճուրիկ է ինքը։ Ծանրոցը երկու մասի են բաժանած ուղարկել, ու ես առաջի ծանրոցը տենց մի 10 օր առաջ եմ ստացել, ինձ դուր չեկավ, հետ ուղարկեցի, երկրորդը այսօր եմ ստացել ու հիմա թույլ չի տալիս, որ ես իրանց հետ ուղարկեմ, պիտի ես 1300 դրամ վճարեմ, իբր թե երկրորդ անգամ եմ ես ուղարկում իրանց, բայց դա իրանց մեղավորությունն է, որ իրանք ծանրոցը երկու մասի են բաժանել, եթե դուք այդպես խնդիր կունենաք, բաժանած կլինեն մասերի, դուք եթե մտադիր եք հետ ուղարկելու, սպասեք երկրորդն է ստանաք նոր, որ նույն խնդրի առաջ չկանգնեք։ Սա երկրորդ համարն է, սա հիմա դուք նկարում, վիդեոյում տեսնում եք բաց գույն, բայց ինքը բավականին մուգ է, վիդեոն ձեզ հաղորդում է ավելի բաց գույն, ինքը չափսերով շատ պուճուրիկ մի բան է, չգիտեմ վիդեոն ցույց է տալիս թե չէ, այսպես վիդեոն որ նայեք ինքը անուշ գույն է, բայց չէ, ինքը իրականում շատ մուգ ռոզվի է, ես վաղը երևի թե իրան կփորձեմ, նոր կկիսվեմ արդեն, որովհետև սենց չեմ կարող ասել, բայց այս գույնի Ռումյանա ես չեմ կարծում, թե ես կօգտագործեմ, ամեն դեպքում ես իրան ստիպված պիտի պահեմ, որովհետև հետ ուղարկել չկա։ Այդ այդպես, նկարներում Միլանի ֆիրմայի Ռումյանայի գույներ էր երևում և չափսերով էլ էր, մտապես այս չափի Ռումյանա էր երևում ինքը, այս սենց, ունենք այսպիսի մի բան, սա չգիտեմ գույնը ինձ կգա, չի գա, բայց ես իրան արդեն պատվիրել եմ, ես տեսեք սենց սիրուն դիզայնով, ինձ ավելի շատ ինքը դիզայնն է դուր եկել, ինչքան ժամանակ ուզում էի պատվիրեմ, հետո մտածում եմ ես շատ կոնտուրներ ունեմ, կարիքը չկա, Թեմուն ինչ բացվել է, սա ուզում էի պատվիրեմ, և վերջապես պատվիրեցի, մտածելով, որ պատվիրի Հեղինե ջան, եթե շատ ես ուզում պատվիրի, բայց կարծում եմ ինքը բաց գույն պիտի լինի, ամեն դեպքում չեմ կարող ասել, պիտի փորձեմ, որ հասկանամ, այսպես ինքը բաց գույն է, բայց էլի չգիտեմ, մինչև չօգտագործեմ, դիզայնը գնահատում եմ 10-ից 10, շատ լավն է,
Գինը կարծեմ 800 դրամի կարգի էր, բայց այս դիզայնը ինձ իսկապես շատ է դուր եկել։ Այսպես։ Այստեղ ինչի չի ամրացրած մի ձև։ Սիրուն կդնեին կամ այն անգամ իր մեջ։ Այսպես։ Եվ մի հատ հայլայթեր ու շրթներկ եմ պատվիրել։ Շրթներկը բերեք ցույց չտամ, արդեն փաստավորել եմ, որ հետ ուղարկեմ։ Այս նույն շրթներկի գույնն եմ պատվիրել, նույն վաճառողից, որովհետև ուրիշ վաճառողից պատվիրել էի ուրիշ լինկով, լավ որակ չէր, ումից պատվիրել էի, նորից պատվիրեցի, որովհետև սա շատ լավ որակի գլոս է, շատ խիտ է, օրվա մեջ լավ մնում է, իսկ նոր տեսակը շատ ջրիկ էր, տենց հետ եմ ուղարկելու, որովհետև շատ վատն էր որակապես, իսկ սա շատ լավն է, փաստորեն սկզբից լավն են արտադրում, հետո որակը փչացնում են։ Եվ այսպես, սա իրան պատվիրել եմ դիզայնի համար, ասել թե հայլայթեր չունեմ, շատ հայլայթերներ ունեմ, բայց Rosa Wheat այս էլ սենց սիրում հայլայթերը 6-րդ համարն եմ ես պատվիրել և ես էլի բաներ կա որ պատվիրել եմ պիջակ եմ պատվիրել կտրտված, պոկված ես հենց հիմա գրում եմ իրանց որ ոնց կարելի է տենց ապրանք ուղարկել կուպայնիկներ եմ պատվիրել սաղ բռակ կարած լավն էլ է եղել գիտեք սաղ բռակ կարած շատ վատ է նստում, շատ անդուր կարեր է, այս վերջերս սպարտիվնիներ եմ պատվիրել էլի բռակ կարեր, նույն սպարտիվնին պատվիրել եմ նույն ռազմերը, մեկը մեծ, մեկը փոքր, տարբեր անդուր կարերով, որ ոնց որ вообще կար չիմացող մարդ անի, մեկի տաբատը շատ լայն, մեկինը նեղ, չգիտես ինչեր են ուղարկել պատվել եմ հաստ ռետուսներ, կալգոտկաներ է եկե, գրված է XL, բայց դա անգամ XS չի, ինքան փոքր է, պիջակն էլ, որը որ պատվիրել էի, չապսերը գրած է XL, բայց դա անգամ երևի թե S չի, չապսերով, այդքան փոքր է, ու կտրտված, պատռված, թելերը քաշված, ու տենց իրանց գելեմ, ոնց կարա տենց ապրանքներ ուղարկել, որ պատվիրի հետ ուղարկի, արդեն զալես գնացել է, բաներ կայլ երևի չպատվիրեմ, արդեն իսկապես հոգնասնում են, շատ վատ որակի բաներ են արտադրում, հաստարակ բան շրթներկը, նույն վաճառողից, նույն գույնը պատվիրել եմ, ինքը խիտ, լավ շրթներկը, էլի պատվիրում եմ շատ ջրիկ, անդուր տեքստուրա է, ոնց կայլ է տենց Եվ սա հայլայթեր, որպես այդպիսին ունեմ, բայց որոշեցի մի հատ ձեռք բերեմ, որովհետև ինձ դիզայնը շատ էր դուր եկել։ Այսինքն հուսով եմ դեմքի վրա սիրուն կնայվի։ Если что, չգիտեմ։ Մի բան կմտածենք սրա հետ կապված։ Սա Ռիհանայի կարծեմ կոսմետիկային են ընդօրինակել, նմանեցրել։ Այս էլ այսպես։ Այս էլ շիլակս, արդեն համարյա 2 տարի չէի արել շիլակ, այսօր որոշեցի անել ամանորի հետ կապված, դեկտեմբերի 31-ին նստել եմ սիրուն շիլակ եմ արել ու որոշեցի վառ գույներ անեմ։ Այսքանը թեմուի հետ կապված։ Մոդոյելն էլ ուրախ ամանոր և թող լավ տարի լինի։